Սիրելի հետևորդներ, ողջույններ։ Այսօր ես ուզում եմ ձեզ ցույց տալ, ձեզ հետ կիսվել իմ տարբերակով, ինչպես եմ ես սիբեխը խաշում սառցախցիկ դնելու համար։ Երբ որ ես աշնանը ձմռանը հանում եմ ու պատրաստում եմ, ինձ գրում եք ոնց է արել, ինչպես է արել, որ այդքան կանաչ է մնացել։ Շատ հաճախ եմ այդ հարցը լսում, շատ լավ կանաչ է մնում, այն որ կարծես նայում ես, գիտես նոր ես, գարուն է, նոր ես հավաքել բերել, եւ համը չի կորցնում, եւ գույնը չի կորցնում։ Շատ լավ մատղաշ, նուրբ, դալար սիբեխներ են, նոր եմ հավաքել, քիչ-քիչ այսպես ձեռքի հետ հավաքեմ, բերեմ մի քանի տենց տոպրակ դնեմ սառցախցիկ։ Այս տարի շատ են հավանել, երեխաների դուրը շատ է եկել։ Ինչքան էլ դաշտում ես մաքուր քաղում եմ այս ցողունների հատվածը, մեկը ես տանը պետք է կտրեմ։ Ասեք ինչու, որովհետև նայեք, դաշտի քաղածը ինքը համ սևացած է լինում, համ էլ դե փեշումդ ոնց էլ չլինի հող է, փեշիտ մեջ հող է լինում եւ լցվում է այդ կտրած մասը։ Դրա համար թողնում եմ, որ տանն էլ այսպես կտրեմ, թափ տամ, ինչ լավ սիբեխներ են ծլուն, ծիլ եւ այս զոխերը ծլերը շատ համեղ են։ Հերթով վերցնեմ, կտրեմ եւ ձեռքերիս վրա էլ ոնց ենք ասում սալամատտեղ չկա, բոլոր ամբողջը ճղրտած, քիրված, փշերը ծակած, լավ նայում եմ, որ չորացած խոտի կտորներ չմնան ու մաքրում լցնում այստեղ։ Ես համարյա բոլոր բանջարներն էլ, մանդակն էլ այս եղանակով եմ դնում, հեսա ցույց կտամ ոնց եմ անում։ Դժվարը այստեղ մաքրելն է, որ պետք է հատ-հատ նայեմ, մաքրեմ, լվանամ, սա է դժվարությունը։ Քան համեղ սիբեխ այդ մեր տարածքի սիբեխը նոր գնացի, բերեցի, ճիշտը ասած գնացել էինք Մարաժոյի Ծնեպեկի, բայց այս ցուրտը լրիվ փչացրել էր, ցուրտը շուտ է տանում Ծնեպեկին, օրինակ սիբեխը ձուն էլ եկավ, սիբեխին ցուրտը չի տանում, բայց Ծնեպեկը ցրտահարվել էր ու նոր տենց ծկտել էին, ծլել էին, այդ մի շաբաթ արդեն կտևի, որ մեծանան, այնպես որ ցուրտը խանգարեց, ես էլ այնքան մարդու էի խոստվել, ասեցի կբերեմ կտամ, բայց դե ինչ անեմ, եղանակի դեմ ոչ մեկ չի կարող ինչ որ մի բան անել, պայքարել, ու ստիպված սենց մենք էլ ասենք դե ձեռքի հետ եկել ենք, հիմնականը տանը ասել էին, որ գնում եմ սիբեխի, էլի, սիբեխի, թե չէ, այնպես, ու այդպես էլ եղավ, ես ընտիր սիբեխները հավաքեցինք, եկանք, և մի քանի պակետ տենց կլինի, քիչ, մեկ է հոպ կտենամ, որ մի 10 հատ դրել եմ, հետո այնքան լավ է, երբ խոսքի դրսից հյուրեր են գալիս, սա ամենալավ տարբերակն է, համ հյուրերն են սիրում դաշտի բարիքները, բանջարը, սիբեխ, մանդակ, համ էլ արագ է պատրաստվում, պատրաստում ես, դու էլ ես գոհ մնում, որ հավանել են, մենք ամեն օր տեսնում ենք, չէ, մեր աչքի առաջ, բայց օտար երկրում բնակվողները, երբ գալիս են, իրենց համար սա ամեն ինչ արժի է, կարելի ասել խորովածից էլ առավել են համարում իրենք, բա, կարծես 3 էր ձմեռը ու հիմա մենք նորից ձմռան համար պատրաստվում ենք, ահա սիբեխը մաքրեցի, մաքուր սիրուն,
այս ցողունների հատվածը ամբողջությամբ կտրեցի, հիմա մնում է լվանամ ու հետագան արդեն ցույց կտամ և տանեմ լվանալու, այսքան էլ էլի աղբյուրց եկավ ավելցուկներ, են կողքի դեղին տերևներ, վնասված տերևներ հանեցի։ Մի քանի անգամ լավ պետք է լվանամ, իհարկե մի հատ փակեմ, թող ջուրը լցվի։ Ինքը շատ ցեխոտ չի, լավ է, մաքուր սիբեխը, որ լվանալը հեշտ կլինի։ Նորից և այսպես մի 10 անգամ, հիմա այսպես պետք է լվանամ, հանեմ լցնեմ այստեղ, լվացարանը լավ լվանամ, որ հողը մող չլինի տակը, բայց աշխատում ենք իրեն չսեղմել, որ չսևանա, նուրբ պետք է վերաբերվենք, լվացարանի ջուրը թող գնա և նորից ջուրը եռաց և հիմա ես ջուրը լցնում, աղ չեմ լցնում ջրին ընդհանրապես խաշելուց, միշտ դե որ էփում ենք սովորական ուտելու համար աղ ենք լցնում, չէ, բայց հիմա աղ չեմ լցնում, եռաց, սիբեխը լցնում եմ մեջը, ինտնում եմ ու այսպես շուռ եմ տալիս, շատ է սիբեխը 2 կեսով եմ խաշելու, ինքը տեսեք ծավալով փոքրացավ, նստեց, կանաչ գույն ու ջուրը ծածկեց, պետք է այսպես անեք, շատ հարկավոր չի, որ դնեք, ժամով խաշեք, ինքը մատղաշ բան է, մանավանդ հիշում ենք, որ սառցախցիկից երբ որ պետք է հանենք, նորից իրեն էփելու ենք, եթե դուք լավ եք էփում, շատ լավ, ինքը սևանալու է ու մի հատ էլ ձմռանը, աշնանը, որ հանեք, արդեն էփեք, լինում է փափուկ, չգիտեմ, ինձ տեսքի ինչ համի, այսպես համ գույնն է մնում լավ կանաչ, համ էլ համն ու հոտը, ոնց որ թե թարմը քաղած լինի այն ժամանակ, երբ էփում եք, ահա սա այսպես և հիմա ես կհանեմ, ահա չեմ թողում, տեսեք ինքը որ եռա, պարտադիր չի, ու հանում եմ, լցնում քամիչի մեջ, ցանցի մեջ, որ քամվի, տեսեք այստեղ ինչ կանաչ է իրա գույնը, ուշադրություն դարձրեք ու այդպես էլ մնում է, այսպես էլ մնում է, մարդկա դնում է ժամով խաշում է, մի կես ժամ խաշում, էփում է, անում է պյուրե, դնում է այնտեղ, ձմռանը, որ ես հանեմ էփեմ, կտեսնեք, որ այս գույնն է մնալու, նորից ջուրը սկսեց եռալ և սիբեխը լցնում եմ, մի հատ շուռումուռ տանք, որ տեղավորվի, նստի, տեղ ազատենք, այս մի փոքրն էլ լցնում եմ ու վերջ,
Եվ սա մի 2 րոպե կմնա ջրի մեջ, տեսեք այստեղ ես ինչ եմ անում։ Եվ այս բանջարը, որը ցանցի մեջ էր, քամիչի մեջ էր, լցնում եմ այստեղ, սիրելի հետևորդներ, ահա այսպես, այսպես։ Հիմա կասեք նա զոն չի, հանեցիր, այստեղ լցրեցիր։ Սա համ ցանցը ազատեցի, համ էլ այսպես փռում եք, սիրուն, տաք է ինքը ու աղ եք անում։ Աղ, պարտադիր աղ եք անում, այսպես շուռումուռ եք տալիս, ինքը համ սառում է։ Եվ ինչու լցրեցի, որ այսպես կանաչ մնա, իրա տեսքը կանաչ մնա, սա էլ է նպաստում, որ կանաչ մնա։ Եվ այստեղ արդեն այս կողմի վրա ես այս մի բանջարն եմ հանում, հարկավոր չի։ Րոպե չտևեց, հա, աղը լցրեցի ու սա արդեն հանում եմ։ Անջատում եմ ու հանեմ։ Այստեղ դժվարին ոչինչ չկա և ոչ մի գաղտնիք էլ չկա։ Պարզ, հասարակ, հեշտ ես ցուցադրեցի, որ դուք էլ այս տարբերակով պահեք սիբեխս արցախցիկում։ Անկապ շատ չեռացնեք, ջրի մեջ նախապես աղ չլցնեք։ Այս կուտեղի մեջ լցրել էի, սառել է, տեսեք, սա արդեն սառեց։ Այսպես բերում եմ այս կողմի վրա ու նոր հանածն եմ լցնում։ Ահա։ Մի հատ նոր հանածը լցնենք և սա արդեն ես այստեղից վերցնում եմ, նորից լցնում եմ ցանցի մեջ, որ ինքը ավելի լավ ջրքամվի, սառի, պետք է այդ ընթացքում իր մեջ այդ տաքությունը իր միջից պետք է արագ դուրս հանենք։ Սա էլ այսպես անենք, ձեռքով անենք, ինչ է լինում, որ թող բացվի այդ գոլորշին դուրս կամ ու աղ, պարտադիր, դուք էլ այս աղ կլցնեք, շուռումուռ կտակ։ Եվ վերջ։ Սա հիմա կասեք շատ աղ լցրեցիր, ոչ։ Այն ժամանակ ջրի մի քիչ աղ կլցնեք։ Արդեն համը դուք կորոշեք։ Լավ կանաչ է, չէ՞։ Իր այս գույները բոլորը պահպանվում է, կարմրավունը, սպիտակը, կանաչը, նույնն էլ տեսեք այս քամիչի մեջ։ Իսկ այս ջուրը ես թափեմ։ Ահա և էր, սիրելի հետևորդներ, այստեղից այս մնացածն էլ եմ տեղափոխում քամիչի մեջ, թող մի քիչ քամվի, սառել է արդեն։ Ահա սա է գաղտնիքը, կանաչ ու գույները պահպանելու գաղտնիքը, ինչու՞ չէ նաև համի ու հոտի գաղտնիքը։ Դուք էլ այս տարբերակով պատրաստեք, շատ չխաշեք, նորից եմ ասում, ջրի մեջ էլ աղ չլցնեք։ Մի հատ էլ ուտեմ, սա ուտում եմ, որ դուք արդեն գլխի ընկնեք, զգաք։ Այսենց խրխրթա, չխաշեք, որ փափկի։ Արդեն սկսել ենք նախապատրաստվել ձմռանը, և ինչ կարելի է ասել, ամառվա փուշը, ձմեռվա նուշը։ Պատահական հյուր են գալիս ու չես իմանում ինչ պատրաստել։ Այդ դեպքում մեզ օգնության է գալիս սառցախցիկի սառեցված
բանջարները, բանջարեղենները։ Բանջարները շատ լավ են մնում, բանջարի տեսականիները նկատել եք, չէ, ես բանջարեղեն չեմ դնում, միայն բանջարի տեսականիներ, սիբեղ, մանդակ, բոխի, սունկ եմ դնում, շեփ, խառը բանջար, նման բաներ։ Դե ինչ, անպայման պատրաստեք այս եղանակով, փորձեք այս տարբերակը, բաժանորդագրվեք ու լայքեք, ես լայքում եմ, դուք լայքում եք։ Կներեք, մի բան մոռացա ասեմ, որ թողնում եք լավ սառումը, ջրքանվում է, նոր լցնում եք տոպրակների մեջ ու պահում սառցախցիկում։ Հանկարծ գոլ վիճակում չդնեք սառցախցիկ։